2011 թվականին Լոռու մարզի արևաշող գյուղը վերածվել է հսկայական շինհրապարակի։ Նորակառույց մանկապարտեզի շենքում ընթանում է ներքին հարդարման վերջին աշխատանքները։ Շինարարությունը սեփական եկամուտների հաշվին անցյալ տարի է սկսել։ Այս տարի այն շարունակվում է համայնքների համաչափ զարգացման ծրագրով պետական բյուջեի հատկացման շնորհիվ։ Նույն աղբյուրից այս տարի ֆինանսավորվել է ռոռոկման ջրամբարի վերակառուցումը։ Մի քանի օրից պետբյուջեից հատկացված 70 միլիոն դրամով կսկսվի խմելու ներքին ջրագծերի վերակառուցման եւ երկու կարգավորիչ ջրամբարի շինարարական աշխատանքները։ Մի քանի օր առաջ էլ սկսվել է համայնքային կենտրոն մշակույթի տան շինարարությունը։ Ֆինանսավորվել է համայնքային կենտրոնը սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից։ Համայնքի ներդրումն ունի 6 միլիոն ու կես, համայնքի բյուջեից նախատեսվել է։ Սակայն գյուղում իրականացվող ամենամեծ շինարարական ծրագիրը երկրաշարժի ծանոթեւան մնացած ընտանիքների համար շուրջ 33 առանձնատան կառուցումն է։ Սողոմոնյանների ընտանիքը երկար է սպասել այս բնակարանին։ Դրա համար էլ առավոտցեքին շինարարների գալու հետ Ռիտա Սողոմոնյանն օրն սկսում է օրհնանքով։ Սաղիսներ շնորհակալ եմ այդ դիսից որ այս ծրագիրը մցրել է որ մեզ խեշ կնանոց մարտիկին ու դոմգներից հանելա լավ տների մեջ հատանեմ շատ գոհ շնորհակալ եմ։ Ռիտայի որդին մի տարի առաջ է մահացել։ Հիմա մայրը կսկիծի ապրում, որ նա չտեսավ այս երջանիկ օրը, բայց նաև ուրախ է, որ մնացած երկու թոռները մինչև տարեվերջ քարե տուն կունենան։ Հեսա 1 ամսից 18 տարեկան գնում են բանակ։ Լավ կծառայ, խոստանում է Սամվելը, քանի որ բանակ է մեկնելու խիղճը հանգիստ։ Անչափահաս քրոջը մորն ու տատին քարե ամուր ու տակ տան մեջ է թողնելու։ Քարե տունը երբ լինում է բնակարանը կապում է հայրենիքիդ հետ։ Էլ չես մտածում արդ երկիր մեկնես չմեկնես։ Մնում է խիղճս հանգիստ ամուսնանամ, երեխեքիս տեղավորեմ։ Ծառայությունից հետո էլ կփորձի բարձրագույն կրթություն ստանալ։ Դպրոցը գերազանցությամբ է ավարտել, բայց սոցիալական պայմանների պատճառով աշխատել է սեփական բնակարանի շինարարության վրա։ Սեփական տան կառուցմանը մասնակցում է նաև Յուրա Ալավերդյանը։ Գրանցվել եմ իրաց մոտ, աշխատում եմ, աշխատավարձն ստանում եմ տունը սարքն։ Յուրան բնակարանը մուտք կտոնի 1 ամսից, երկրաշարժից ուղիղ 23 տարի անց։ Glendale Hills կազմակերպության Լոռու մարզի պատասխանատուն ասում է, որ շինարարական աշխատանքների վերահսկողություն իրականացվում է քառաստիճան համակարգով։ Նախագծային հեղինակային մասնագիտացված կազմակերպության կողմից տեխնիկական հսկողություն վերահսկվում է նաև Glendale Hills-ի մարզային ստորաբաժանման եւ քաղաքաշինության նախարարության կողմից։ Սակայն կա եւս մեկ հսկող մարմին, թեպետ ոչ պաշտոնական, բայց ոչ պակաս արդյունավետ։ Ցանկացած տուն կառուցվում է իր հետագա բնակչի ձեռքերով, որը երևի թե կարելի է համարել ամենալուրջ, իհարկե ոչ մասնագիտական վերահսկողական օղակը։ Ընդհանուր առմամբ 2010-12 թվականին Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի 14 համայնքներում կկառուցվի 375 բնակարան։ Մինչև օրս դրանցից շահագործման է հանձնվել 173-ը։ Մինչև տարեվերջ բնակիչներին կհանձնվի ևս 100 առանձնատուն։ Մնացած 100-ը տերերին կհանձնվի 2012 թվականին։ Այսպիսով Լոռու մարզում երկրաշարժից 23 տարի անց վերջապես կավարտվի Աղետի ծանոթեւան մնացած ընտանիքների բնակարանաշինության պետական ծրագիրն ամբողջությամբ։ Սակայն կառավարությունը նախատեսում է լուծել նաև մեկ սենականոց բնակարանները եւ քաղաքային առանձնատների կառուցման խնդիրը։ Մինչև 2012 թվականը կավարտվի այն ծրագրերը, որը ներկայումս կա, եւ դրանից հետո անպայման կանդրադառնա նաև մեկ սենյականոց եւ քաղաքային համայնքների սեփական բնակարան կորսրած ընտանիքների։